Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը վարչապետին է ներկայացրել ընտանիքների անապահովության գնահատման մոտեցումները։ Համակարգի արդյունավետությունը 75-ից 77% է և մարդկանց որոշակի խումբ, որը կարիքավոր չէ, դեռ օգտվում է այդ համակարգից։ Նախատեսվող բարեփոխումը պետք է բարձրացնի կարիքի գնահատման համակարգի հասցեականությունը։ Ես պնդում եմ, մեր եկամուտների, մեր գյորա մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանությունն է։ Ելնելով դրանից համար առաջի քայլը ինչ պետք է անի։ Մենք պետք է այդ միջոցները տնտեսենք, ոչի հաշիվ սոցիալապես անապահովին։ Այ հաշիվ նրան, որ մենք ոչ հասցեական տալիս ենք մի մարդուն, որին չի հասնում տալ։ Վարչապետը հայտնել է, որ կառավարությունը գնալու է կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով։ Սոցիալապես անապահով խավի հստակեցումը ըստ կառավարության ղեկավարի բերելու է հասցեականության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Թվայնացումը ֆանտաստիկ էֆեկտ է տալու։ Այդ իսկ պատճառով մեկ օր շուտ արեք, մի տարեք 19 թիվ։ 19-20 թիվ տենց ռեֆորմ չի լինում։ Կամ դնում ենք կտրուկ անում ենք, եթե մենք 3 տարի ռեֆորմ ենք անում, եկեք դրա անունը ռեֆորմ չդնենք ու ասենք մենք սենց գնում ենք։ Չի լինում տենց։ Կարեն Կարապետյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին։ Պիլոտային ծրագիր է իրականացվելու Լոռու մարզում։ Առաջարկվել է գիշերօթիկ հաստատություններում ու մանկատներում երեխաների խնամքը կազմակերպելու համար ծախսվող գումարով այլընտրանքային ծառայություններ մատուցել։ 6 գիշերօթիկ հաստատությունները մինչև եկող տարի պետք է վերակազմավորվեն ընտանիքի և երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։